Այդ իրավիճակում ուզում եմ հիշացնել, մարտի 1 իրադարձությունների քաղաքական սիմվոլիկան այնքան մեծ էր, որ ներքաղաքական, այսպես ասած, Մեկի քթից արյուն գար ու Նիկոլը ձգտում էր դրան։ Պարզ է։ Ամեն ինչ անում էր, որ դա լինի, այո։ Դա շատ մեծ իրադարձության ընկալում կունենար։ Այսօրվա նման չի, որ Նիկոլը ուղիղ եթերում մեկին դնի ուտի, 24 ժամ կխոսեն կանցնի առաջ։ Այն ժամանակ տենք չէր։ Բոլորը Կարենն էլ, Վովան էլ, մյուսներ, ես էլ, դուք էլ, բոլորը կխուսափեին, այսպես ասած, արյան պատասխանատ փախնում էր ոտքերի տակից, հողը փախնում էր, այդ վիճակն էր, հա։ Դու չէիր հասկանում որտեղից էր հարվածներ գալու։ Ժամանակներն են ուժ, այդ ա եղել եւ այդտեղ նորից եմ ասում, ժամանակի հերվից հիմա ճիշտ է, բայց այն ժամանակ, որ մեկին ասես դե գնա նստի այդ տեղը, 100,000-ավոր մարդիկ փողոցներում են, աշխարհակաղակական հստակ աջակցությամբ ավարտում եմ ուշ կիրառի, չունենալով այս հարցի պատասխան, իսկ ինչ են անելու իրանք, իսկ կարող է ներքաղաքական, քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ կա կամ ծրագիր, իսկ կարող է դա զուգորդվի արտաքին ագրեսիայով Ադրբեջանի կողմից, իսկ կարող է ինչ-որ եղավ 20 թվին հատուկ հյուսելով եւ հետո հենց այդ պահին շատ արագ կարող էին անել, այսինքն սրանք հարցեր է, որոնց պատասխանը այդ իրավիճակում հատուկենտ մարդիկ ունեն, կունենային